1967 թվական։ Ինչպիսին էր այն մեզ մոտ։ Հայաստանը ինչպես միշտ անում էր լուրջ եւ ինքնուրույն քայլեր։ Հունվարի 10-ին գործարկվում է Խորհրդային Միությունում ամենախոշոր 6 միլիարդ էլեկտրոն վոլտանոց արագացուցիչը՝ Արուսը։ Իսկ նոյեմբերի 29-ին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օրը Ծիծեռնակաբերդի բարձրունքում բացվում է 1915 թվականի հայոց մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձանը։ Անհավատալի է, բայց սա փաստ է։ Փաստ է նաև, որ հենց այդ տարի Հենրիկ Մալյանի նկարահանած Եռանկյունի ֆիլմում Ռուբեն Մաթևոսյանը երգեց Զարթի Լաո 1890 թվականին գրված հայրենասիրական երգը, որի հերոսն է հայ հայդուկ Արաբոն։ Մայրաքաղաքի բեմերում մի քանի տարի է ինչ հանդես էին գալիս աշխարհահռչակ, դասական եւ էստրադային կատարողներ։ Իսկ մեր Հայաստանի պետական էստրադային նվագախումբը Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ սկսեց դուրս գալ միջազգային ասպարեզ։ 1967 թվականի հոկտեմբերի 1 Երևանի Զեյթուն թաղամասում իր դռներն է բացում մի նոր կրթօջախ՝ երաժշտական մանկավարժական ուսումնարան, որն իր տեսակով երկրորդն էր մայրաքաղաքում։ Արդեն մի քանի տասնամյակ գործող Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանից հետո երաժշտական միջին մասնագիտական կրթության նոր հաստատության ծնունդը թեժ կրքերի եւ բուռն վեճերի ալիք էր բարձրացրել ղեկավար կառույցների եւ երաժիշտների լայն շրջանում։ Արդյոք մեր քաղաքն ունի եւս մի նոր երաժշտական ուսումնարանի կարիք։ Սակայն որոշումն արդեն ընդունված էր եւ մնում էր միայն գործնականում ապացուցել, որ նորաստեղծ ուսումնարանն ունենալու է իր հստակ ուղղվածությունն ու դիմագիծը, որ կայուն եւ հաստատուն տեղ է զբաղեցնելու հանրապետության երաժշտակրթական ասպարեզում։ Սկիզբը դրված էր եւ առաջին ուսումնական տարին մեկնարկում է 33 մանկավարժներով ու 127 ուսանողներով։ Ուսումնական գործընթացը կազմակերպվում է երաժշտական կրթության բոլոր հիմնական ուղղություններով՝ գործիքային կատարողականություն, վոկալ արվեստ, խմբավարություն, երաժշտության տեսություն։ Երաժշտական ուսումնարանի առաջին տնօրենը Մելանիա Չոլախյանը հազվագյուտ բնավորության տերկին էր։ Օպերային թատրոնի երբեմնի փայլուն մեներկչուհին, Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի նվիրյալ հիմնադիրն ու վաստակաշատ մանկավարժը ուսումնարանի ղեկավարման գործի լծվեց ոչ պակաս եռանդով։ Նա հոգատարությամբ ու մայրական գորովանքով պարուրեց իր նորաստեղծ մանկանը։ Նպատակը հստակ էր՝ ապահովել պատանի սերնդի երաժշտական կրթության, գեղագիտական դաստիարակության եւ հոգեվոր հարստացման խնդիրը, ձևավորել մանկավարժական աշխատանքի եւ ուսումնասիրության կայուն ավանդույթներ։ Իր 50-ամյա պատմության ընթացքում քոլեջը երաժշտական միջին մասնագիտական կրթություն է տվել 5000-ից ավելի պատանիների։ Շրջանավարտներից լավագույններն արդի հայ երաժշտարվեստի անվանի գործիչներ են։ Հայաստանի Հանրապետության ժողովրդական ու վաստակավոր արտիստներ, միջազգային ու հանրապետական մրցույթների դափնեկիրներ, երգիչներ Գեգամ Գրիգորյան, Էմմա Պապիկյան, դաշնակահարներ Անուշ Ամիրյան, Աշոտ Խաչատրյան, Ջուլիետա Վարդանյան, ջութակահարներ Աննա Հարությունյան, Լուսինե Աղաբաբյան, դիրիժոր Ռուբեն Ասատրյան, երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյաններ, ճանաչված դուդուկահարներ Մկրտիչ Կարապետյան եւ Կամո Սեյրանյան, ազգային երգի սիրված վարպետներ Պապին Պողոսյան, Սուսաննա Սաֆարյան, Մանիկ Գրիգորյան, հանրահայտ երգիչ դերասան Ռազմիկ Մանսուրյան, կոմպոզիտորներ Աշոտ Բաբայան, Ստեփան Բաբաթորոսյան, խմբավար կոմպոզիտորներ, մանկապատանեկան համույթների ղեկավարներ Արմեն Դիվանյան, Նաիրա Գյուրջինյան եւ այլոք։ Շրջանավարտների շարքում քիչ չեն նաև մերօրյա կյանքի հայտնի դեմքեր։ Հայաստանի հանրային ռադիոյի փոխտնօրեն Ինչ որտեղ երբ ակումբի անդամ Լիլիթ Թումանյանը, հեռուստահաղորդավար Սոնա Վերդյանը, ճարտարապետ Իրինա Մերդինյանը,
Ավագ ակադեմիական դպրոցի տնօրենի օգնական, մի շարք երգերի հեղինակ, հանրապետական մրցույթի դափնեկիր Եվա Զարգարյանը եւ ուրիշներ։ Քոլեջի դաշնամուրային բաժնի շրջանավարտների թվում է նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն, գերաշնորհ Տեր Նաթան arczepiskopos Հովանեսյանը։ Կես դար անհավատալի է իրապես, որ կես դար է անցել Երևանի երաժշտական մանկավարժական ուսումնարանի ստեղծումից։ Հատկապես ինձ համար դժվար է պատկերացնել, քանի որ եղել եմ այդ ուսումնարանի առաջին շրջանավարտներից մեկը։ Ուսանել եմ 1970 թվականից եւ փաստորեն այն տարիքում, երբ իրապես ձևավորվում է անհատը եւ այնտեղ եմ ստացել ոչ միայն գիտելիքներ, այլև կյանքի փորձ, դաստիարակություն։ Սիրով եմ հիշում իմ բոլոր ուսուցիչներին, հատկապես իմ մասնագիտության ուսուցչին Վլադիմիր Նաճարովին, որը իր հմտությամբ, իր գիտելիքով եւ ամենակարևորը իր մեծ մանկավարժական սիրով հանդեպ իր սաները կարողացավ տալ ինձ այն, ինչ որ այդ ժամանակ կարիք ունեի եւ անհրաժեշտությունը։ Ուզում եմ հիշել նաեւ մեր ուսումնարանի հիմնադիր տնօրենին Մելանիա Չոլախյանին, որի երազանքն էր ունենալու երաժշտական մանկավարժական ուսումնարանը եւ ջանք չխնայեց այդ ուսումնարանը ստեղծելու։ Այսօր ուրախ եմ, որ նոր ծերունդները գալիս են այս ուսումնարանում սովորելու եւ իմ աղոթքով եւ օրհնությամբ շնորհավորություններս եմ բերում այսօրվա բոլոր մանկավարժներին, հներին եւ նորերին, երիտասարդներին եւ արդեն տարիքով փորձառուներին այս Հիսնամյա Հոբելյանի առիթով եւ անշուշտ մեր մաղթանքն է, որպեսզի ուսումնարանը քայլի առաջ, նորանոր լավ երաժիշտներ տա հայ ժողովրդին եւ լավ մասնակիցներ մեր երաժշտական ուսումնական հաստատություններին։ Բարի երթ, սիրելի իմ ուսումնարան։ Նորաստեղծ ուսումնարանի դասախոսական կազմն ընտրվեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երիտասարդ շրջանավարտներից, որոնց կողքին սակայն աշխատանքի անցան նաև փորձառու մանկավարժ երաժիշտներ։ Մելանիա Չոլախյանի հրավերով մանկավարժական կոլեկտիվին անդամագրվեցին հանրապետության լավագույն երաժշտական ուժերը՝ դաշնակահարներ Յուրի Հայրապետյանն ու Վահե Ահարոնյանը, ջութակահարներ Էդվարդ Թաթևոսյանն ու Էդվարդ Դայանը, ալտահար Յակով Պապյանը, թավջութակահարներ Ալբերտ Մաթևոսյանն ու Ֆելիքս Հակոբյանը, դուդուկահար Վաչե Հովսեփյանը, կանոնահարուի Հասմիկ Լելոյանը, օպերային թատրոնի մենակատարներ Եվգենիա Խաչիկյանը, Մարիա Չմշկյանը, Սերգեյ Դանելյանը, դիրիժորներ Յուրի Դավթյանը, Դավիթ Խանջյանը, Գասպար Թորիկյանը, կոմպոզիտոր Էդվարդ Բաղդասարյանը, երաժշտագետ Ռաֆայել Ստեփանյանը եւ շատ ուրիշներ։ 1974 թվականին տնօրեն Մելանիա Չոլախյանի հրավերով ուսումնարանում հյուրընկալվեց Արամ Խաչատրյանը։ Աշխարհահռչակ կոմպոզիտորի այցելությունը հիրավի դարձավ ուսումնարանի տարեգրության անմոռաց իրադարձություններից մեկը։ Հանդիպումն իրոք տպավորիչ էր եւ կոմպոզիտորի արձագանքը ճուշացավ։ Ուզում եմ մի քանի խոսքով հայրեն մայրենի լեզվով իմ խորին շնորհակալությունը ուղղել ձեզ եւ ձեր աշխատակիցներին, պետագոգներին, այն ջերմ ընդունելության համար, որ կայացավ իմ հանդիպման օրը ձեզ մոտ։ Նորից ջերմ բարևներ ու բարի մաղթանք։ Ցանկանում եմ ձեզ առողջություն ու հաջողություն։ Արամ Խաչատրյան, Մոսկվա, 15 փետրվարի 1974 թվական։ Խաչատրյանական այցն իր կնիքը թողեց նույնիսկ ուսումնարանի անվանման վրա։
Մի որոշ ժամանակ այն կոչում էին Խաչատրյանի անվան, սակայն ժողովրդի մեջ ավելի տարածված էր վերևի ուսումնարան արտահայտությունը։ Մելանիա Չոլախյանի ղեկավարության 11 տարիների ընթացքում վերևի ուսումնարանը քայլ առ քայլ հաստատում էր իր տեղը երկնքի տակ։ Ուսումնարանում ստեղծվել եւ գործում էին գործիքային տարբեր կազմեր, լարային քարյակներ, 3 նվագախումբ, սիմֆոնիկ, ղեկավար Գասպար Թորիկյան, փողային, ղեկավար Սուրեն Աբրահամյան, վոկալ անսամբլ, ղեկավար Նուբար Սնգրյան, կանոնարների անսամբլ, ղեկավար Լուիզա Սետրակյան։ Ուսումնական աշխատանքները հաջողությամբ վարում էին հմուտ մասնագետներ Լևոն Բրուտյանը, Հասմիկ Երանոսյանը։ Հենց այս տարիներին է ուսումնարանում սովորել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Գեգամ Գրիգորյանը, ով վերջերս ցավոք անժամանակ հեռացավ կյանքից։ Համաշխարհային ճանաչում ստացած տենորն ուսանել է Հանրապետության ժողովրդական արտիստ պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանում եւ առանձնահատուկ ջերմությամբ է մշտապես արտահայտվել իր ուսուցչի եւ հարազատ ուսումնարանի մասին։ Ուսումնարանի պատմության հետագա 14 տարիները 1979-ից 1993 թվականները կապվում են դաշնակահար Արծրուն Գրիգորյանի տնօրինության հետ։ Ավարտելով Լենինգրադի կոնսերվատորիայի ասպիրանտուրան Պավել Սերեբրյակովի ղեկավարությամբ նա եւս մեծ ուշադրություն էր դարձնում ուսումնարանի բոլոր բաժինների դասախոսական կազմի հզորացմանը, կարևորելով ուսումնադաստիարակչական գործընթացը։ Նրա նախաձեռնությամբ անցկացվող մանկավարժների մասնագիտական ատեստավորումները անցնում էին կոնսերվատորիայի պրոֆեսորներ Տաթևիկ Սազանդարյանի, Գեորգի Սարաջևի, Ռաֆայել Մանգասարյանի, Ռոզա Թանդուլյանի, Յուրի Հայրապետյանի, Էդուարդ Փաշինյանի եւ ուրիշների գլխավորությամբ։ Ուսումնարանի մանկավարժ երաժիշտների կողմից կազմակերպվող զանազան երեկոները, համերգ դասախոսությունները ոչ միայն ապահովում էին առողջ մրցակցության ոգին դասատուների եւ ուսանողների շարքերում, այլ նաեւ վերածվում հիանալի գործնական դասերի։ Տնօրենի կողքին աշխատում են ուսմասվարներ Լորետա Սիմոնյանը եւ Բաբաջանյանը։ Շատերի հիշողության մեջ մնացել են Մարգարիտա Վարդանովայի, Ռուբինա Շաբազյանի, Մարիետա Ակոպովայի, Ելենա Գալուստովայի, ամուսիններ Սերգեյ եւ Աննա Մարկարովների, Խոսրով Յակոբյանի, Գագիկ Սմբացյանի, Վլադիմիր Նաջարովի, հենց իր Արծրուն Գրիգորյանի եւ շատ-շատերի ելույթները, որոնք յուրատեսակ վարպետության դասեր էին։ Այդ տարիներին ընդլայնվում է նաեւ ուսանողական համակարգի աշխարհագրությունը։ Ուսումնարանում սովորելու են գալիս ուսանողներ արտերկրերից, Մոնղոլիայից, Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից եւ այլ երկրներից։ 1983 թվականին մեր երաժշտարվեստը ծանր կորուստ է կրում։ Կյանքից հեռանում է հայ եւ խորհրդային կոմպոզիտորական դպրոցի փայլուն ներկայացուցիչ, հայկական հնգյակի անդամ, խորհրդային միության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արնո Բաբաջանյանը։
Երբ խորհրդային Հայաստանի կոմկուսի կենտկոմում դրվում է կոմպոզիտորի անունը անմահացնելու հարցը, մի խումբ մտավորականներ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դերենցյանին առաջարկում են վերևի ուսումնարանն անվանակոչել 20-րդ դարի հայ մեծանուն կոմպոզիտորի անունով։ Եվ ահա 1984 թվականից ի վեր այսօր արդեն Երևանի պետական երաժշտամանկավարժական քոլեջը պատվով է կրում 20-րդ դարի ականավոր արվեստագետի Արնո Բաբաջանյանի անունը։ Բաբաջանյանի աստղը լուսավորել է նաև քոլեջի առաջին դասախոսների շարքերը համալրած, այսօր արդեն հայկական էստրադայի լեգենդար երգչուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի կատարողական ուղին, ով 48 տարի առաջ հենց այստեղ է սկսել իր մանկավարժական գործունեությունը։ Նախ որպես դաշնամուրի, ապա որպես երգեցողության դասախոս։ Մեր բոլորի համար այսօր տոնական օր է եւ անչափ ուրախ ենք մեր 50-ամյակն է մեր ուսումնարանի, մեր քոլեջի 68 թվականին, երբ ավարտեցի կոնսերվատորիան, մի քանի դաշնակահարներով մենք հայտնվեցինք ուսումնարանում, այն ժամանակ երաժշտական մանկավարժական ուսումնարան էր եւ աշխատեցինք այս ուսումնարանում համարյա 48 տարի եւ դարավ այս ուսումնարանը իմ երկրորդ տունը, որի հետ ես անչափ կապված եմ, ես ունեցել եմ զուգահեռ դրան եւ վոկալ արվեստի մեջ եմ մտել, կարող էի զբաղվածության առիթով դուրս գալ այստեղից, բայց երբեք չեմ պատկերացրել ինձ ուսումնարանից դուրս, որովհետեւ շատ սիրել եմ այդ մասնագիտությունը եւ պետք է ասեմ, մեր ուսումնարանը հրաշալի է, շատ բարի մթնոլորտ է, շատ մեկը մյուսին կամեցող, այսպես տրամադրություններ են, բոլորը ովքեր որ այստեղ աշխատում են, շատ վերջին նվիրումով իրենց այսպես տրվում են իրենց աշխատանքին եւ դրա արդյունքում մենք ունեցել ենք հրաշալի արվեստագետներ, որոնք որ այստեղից են սկսել իրենց սկիզբը եւ որոնք դարել են եւ ժողովրդական արտիստներ եւ վաստակավոր արտիստներ եւ ներկայացրել են մեր երկիրը արտասահմանում Հայաստանից դուրս։ Նորից ես ուզում եմ դիմել բոլորին, շնորհավորել սիրելիներս, ես ցանկանում եմ ձեզ ամենալավը, ամենաբարին, ամենագեղեցիկը 1993 թվականին տնօրենի պաշտոնը զբաղեցնում է հիանալի երաժիշտ, մանկավարժ, դիրիժոր Աթանես Արաքելյանը։ Ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենի պաշտոնում աշխատանքի անցնում երիտասարդ մանկավարժ ջութակահար Արմեն Հարությունյանը։ 88-ի ԱԵՂ երկրաշարժից հետո Հայաստանում տիրող քաղաքական անցուդարձի, Արցախյան պատերազմի, երկրի շրջափակման, ցույցերի ու դասադուլների, էներգետիկ ճգնաժամի պայմաններում նորանշանակ տնօրենին եւ նրա թիմակիցներին սպասում էին ծանր փորձություններ, ցուրտ դասասենյակներ, կրճատված դասաժամեր, էլեկտրաէներգիայի հովարային անջատումներ։ Այդ ամենը խոչընդոտում էր ուսումնական գործընթացի կազմակերպումը։ Պետք էր ոչ միայն դիմագրավել երաժշտական ասպարեզը կլանող շոու բիզնեսի հզոր ալիքին, այլ նաև հետևողականորեն առաջ տանել ակադեմիական երաժշտական ուսումնական գործընթացը։ Քոլեջի նախաձեռնությամբ եւ Հայաստանի կրթության ու գիտության նախարարության աջակցությամբ 1996 թվականին կազմակերպված Արնո Բաբաջանյանի անվան երիտասարդ դաշնակահարների առաջին հանրապետական մրցույթ իրավամբ կարելի է համարել այդ տարիների ամենակարևոր նվաճումը։ Այն կոչված էր մրցութային ձևաչափով խթանել միջին մասնագիտական օղակի դաշնակահարների պատրաստումը, նպաստել Բաբաջանյանի դաշնամուրային ժառանգության տարածմանը։ Առաջին մրցույթի ավարտին կազմակերպիչները վստահ չէին, որ այն կդառնա շարունակական, սակայն 1998-ի մայիսին հանդիսատեսն արդեն ծափարում էր երկրորդ մրցույթի հաղթողներին։
Ընդհանուր առմամբ Աթանես Արաքելյանի տնօրինության տարիներին քոլեջի ջանքերով կազմակերպվել է հանրապետական 6 մրցույթ, որոնց մեծ մասի ժյուրին գլխավորում էր Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, Առնո Բաբաջանյանի համախոհն ու լավագույն գործընկերը։ Իսկ հանրապետական մրցույթի հաղթողներից շատերի անուններն այսօր քաջ ծանոթ են հայ երաժշտասեր հասարակայնությանը։ 2007 թվականից քոլեջի տնօրենի ղեկը ստանձնեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, այսօր արդեն Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ Արմեն Հարությունյանը, ում աշխատանքային հարուստ կենսագրության 24 տարիները կապվում են 50-ամյա քոլեջի հետ։ Շուրջ 100 տարի այն պատմության ժամանակահատվածում, երբ աշխատել եմ Առնո Բաբաջանյանի անունը գրող կրթօջախում, փորձել եմ առավելագույնս ազնվորեն ծառայել արվեստի այս կրթօջախին։ Այս տարիների ընթացքում այն տնօրինությունը, որը աշխատել է թե Աթանես Արաքելյանի ժամանակաշրջանում, թե այժմ, միշտ փորձել ենք ստեղծել քոլեջում արվեստի ստեղծագործական մթնոլորտ եւ դրա վառ ապացույցն են Առնո Բաբաջանյանի անունը կրող նախկինում հանրապետական, այժմ միջազգային մրցույթները, տարբեր համերգաշարեր, երաժշտաթատերական ստուդիան, այսինքն մի միջավայր ստեղծել ուսանողի համար, որ իր կրթությունը դառնա նաեւ հետաքրքիր, նաեւ բեմահարթակի զգացողությունը ունենալ, չէ՞ որ նրանք մեր վաղվա ապագան են, երբ պետք է բեմահարթակներից հնչեցնեն նույն մեր անմահ Առնո Բաբաջանյանի երաժշտությունը։ Ցանկանում եմ շնորհավորել իմ սիրելի կոլեկտիվին, ողջ ուսանողությանը 50-ամյա հոբելյանի կապակցությամբ եւ ցանկանում եմ, որպեսզի ուղին քոլեջի լինի հարթ եւ ստեղծագործական։ Ուզում եմ ցանկանամ, որ մեզ բոլորիս լուսավորի Առնո Բաբաջանյանի այն աստղը, որը ուղեկցում է բոլոր երաժիշտներին։ Շնորհավոր ծնունդդ իմ հարազատ քոլեջ։ Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի կյանքում սկսվեց վերելքի մի նոր փուլ։ Հարությունյան տնօրենի կողքին կանգնեցին ուսումնական գծով փոխտնօրեն, իր գործի անմնացորդ նվիրյալ երաժշտագետ Աննա Աղաջանյանը, դաստիարակչական գծով փոխտնօրեն, երաժշտագետ Նոննա Ոսկանյանը, տնտեսական գծով տնօրենի տեղակալ Տիգրան Ադամյանը։ Փորձառու ղեկավար Արմեն Հարությունյանը իր եռանդուն քայլերի ու համախոհ գործընկերների շնորհիվ մի նոր աննախադեպ թափ հաղորդեց քոլեջի ուսումնական եւ ստեղծագործական կյանքի։ Ուղենշելով մեր օրերին համահունչ եւ արդիական երաժշտակրթական հաստատության զարգացման հեռահար նպատակներ։ Արմեն Հարությունյանի ջանքերի շնորհիվ Հայաստանի Հանրապետության կառավարության հատուկ որոշմամբ հիմնովին վերանորոգվել է քոլեջի մեծ համերգասրահը, փոխվել է դահլիճի հանդերձանքը, նորացվել եւ թարմացվել, դառնալով առավել հարմարավետ։ Բարեկարգվել են շենքը, բակը, վերանորոգվել եւ աստիճանաբար վերանորոգվում են նաեւ դասասենյակները, միջանցքներն ու սրահները։ Գործում են արդի սարքավորումներով համալրված տեսադարան, գրադարան։ Ձեռք են բերվել երաժշտական նոր գործիքներ, անհրաժեշտ գույք։ Քոլեջի 4-րդ հարգում բացված փոքր դահլիճն անվանակոչվել է Բաբաջանյան եւ ընկերներ՝ ի պատիվ հայկական հզոր խմբակի։ Իդեպ դահլիճի բացմանը ներկա էին հայկական հնգյակի վերջին մոհիկանները՝ Ալեքսանդր Հարությունյանն ու Էդվարդ Միրզոյանը։ Ավանդույթները քոլեջում ոչ միայն պահպանվում են, այլ նաև բազմապատկվում։
Ավանդաբար կազմակերպվել եւ կազմակերպվում են հանդիպումներ անվանի արվեստագետների նախկին շրջանավարտների հետ։ Դեռ 50 տարի առաջ այստեղ հյուրընկալվել են բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանը, Հովհաննես Շիրազը, Արամայիս Սահակյանը, հետագայում Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Արամ Սաթյանը։ Մշտական եւ սպասված հյուրերից է քոլեջի լավագույն բարեկամ, Հանրապետության ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների բազմակի դափնեկիր դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը։ Սիրով շնորհավորում եմ գոլեգաներից, սիրելի ուսումնարանի 50-ամյակի առիթով։ Իմ նախընտրած երաժշտական ուսումնական հաստատություններից է, քանի որ այստեղ մեծապես հարգված է երաժշտություն, որին անշահախնդիր ծառայել է, նվիրվել է։ Սա գիտեք շատ տարածված չէ, եւ ես ուզում հատուկ նշած լինել, որ սա անկյունակարն է ուսումնարանի սկզբունքների։ Եվ սրան են հարում այս ամենը պրոֆեսիոնալ գիտերը, պրոֆեսիոնալ գիտելիքը, ի վերջո պրոֆեսիոնալ խիղճը, ման որ շատ կարևորում եմ այս հանգամանքը։ Տասնամյակներ շարունակ փայլուն կերպով կրթելով հարյուրավոր երաժիշտ մասնագետների, երաժշտական այս ոստանը իր սքանչելի գեղարվեստական ստեղծագործական մթնոլորտով ավելի ինձ համար ավելի ծաղկանոց է, քան դարբնոց, որտեղ հասակ է առնում գեղեցիկը։ Եվ վերջապես այս կամարների տակ թևածում է Բաբաջանյանի անմահ ոգին։ Այստեղ ես պետք է ինձ համար շատ թանկ է, այն ինչ պետք է նշեմ, այս գորովալից վերաբերմունքը յուրաքանչյուրի Բաբաջանյանի անձի, իբրև կոմպոզիտորի, ստեղծագործողի եւ մարդու հանդեպ։ Եվ դրա լավագույն դրսևորումներից էր ուսումնարանի տնօրինության կողմից ձեռնարկած Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ փառատոնի անցկացում, որ արդեն դարձել է ավանդական եւ ես էլ պատիվ եմ ունեցել լինել նրա ժյուրիի կազմում։ Եվ բացի մրցույթից անշուշտ եւ բազմաթիվ այլ միջոցառումներ, այլ կարգի ձեռնարկումներ, արժեքավոր ձեռնարկումներ։ Ես ուզում եմ այժմ շնորհակալություն հայտնել ուսումնարանի նախկին տնօրինություններին եւ այժմյան տնօրինությանը, հանձինս տնօրեն պարոն Արմեն Հարությունյանի եւ փոխտնօրեն Տիկին Աննա Ղաջանյանի, դասախոսական ողջ կազմին, ուսանողությանը, որ տարիներ շարունակ այսչափ շեն են պահել օրնաված այս օջախ։ Եվ գեղեցիկ հոբելյանական այս շքեղ տարում կամենայի նորանոր հաջողություններ մաղթել բոլորին եւ ասել սիրելի բաբաջանցիներ, թող թևավոր լինեն ձեր բոլոր երազանքները եւ անանցանելի ստեղծագործելու բերկրանք։ Սկսած 2011 թվականից 2 տարին մեկ քոլեջի եւ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնությամբ սկիզբ դրվեց Առնո Բաբաջանյանի անվան պատանի եւ երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ փառատոնին։ Արդեն կայացած 4 միջազգային մրցույթ փառատոններին մասնակցել են շուրջ 400 պատանի եւ երիտասարդ դաշնակահարներ Երևանից, Հայաստանի մարզերից, Արցախի Հանրապետությունից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ավստրալիայից, Սիրիայից, Չինաստանից, Լիտվայից, Ֆրանսիայից եւ Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Միջազգային ժյուրիի գնահատմամբ եւ միջազգային ձևաչափով անցկացվող այս միջոցառումը թե մրցութային համերգային հիանալի հարթակ է մասնակիցների համար եւ թե եւս մեկ առիթ փառաբանելու Բաբաջանյան կոմպոզիտորի անմար անունը եւ նրա անզուգական երաժշտությունը։ Այսօր քոլեջում գործում են երաժշտական տարբեր համույթներ, երկսեռ երգչախումբ, կամերային նվագախումբ, լարային քարյակ, ժողովրդական գործիքների նվագախումբ եւ տարբեր համույթներ։ Գործում է նաեւ երաժշտաթատերական ստուդիա, որն իր կարճատև կենսագրության ընթացքում հասցրել է արդեն հարստացնել քոլեջի առօրյան նոր ներկայացումներով։
ուսումնական գործընթացին զուգահեռ պարբերաբար կազմակերպվում են բազմաբովանդակ համերգներ և թեմատիկ միջոցառումներ, կոնֆերանսներ, սպորտային մրցույթներ և ինտելեկտուալ խաղեր։ Քոլեջի ուսանողները մշտապես ներկայանում են հանրապետական և միջազգային տարբեր մրցույթներում, փառատոներում, ելույթներ ունենում զորամասերում, հանդես գալիս բարեգործական համերգներով։ Քոլեջի մանկավարժական անձնակազմը, վարչական աշխատակազմը Արմեն Հարությունյանի ղեկավարությամբ անում են ամեն հնարավորը, որպեսզի կեսդարյա պատմություն ունեցող ուսումնական հաստատությունը շարունակի իր կայուն ընթացքը։ Այստեղ իրոք չի ընդհատվում սերունդների կապը։ Դրա վառ ապացույցը հոբելյանական տարվա ընթացքում կազմակերպված համերգաշարերն են և բոլորովին վերջերս քոլեջի մեծ դահլիճում կայացած համերգային երեկոն, որ իսկական հրավառություն էր։ Այստեղ հավաքվել էին տարբեր տարիների մանկավարժներ, շրջանավարտներ և ուսանողներ։ Դա մեծարանքի երեկո էր, խոնարհում մանկավարժի վաստակի առջև, որ կողք կողքի ելույթ են ունենում ծնողն ու զավակը։ Որ դուստրական որդին ներկայանում էին իբրև մանկավարժ ծնողի գործը շարունակողներ։ Այստեղ պաշտում են նաև մեծերին։ Նրանց, ովքեր հիմնել են իրենց հարազատ քոլեջը և աշխատում են այստեղ հիմնադրման օրվանից։ Հնաբնակներից երկուսը հայ երաժշտական գրականության դասախոս Կարինե Հովսեփյանը և մայրենի լեզվի դասախոս Մարիետա Նավասարդյանը նույնպես նշում են իրենց աշխատանքային 50-ամյակը։ Երբ հետադարձ հայացք եմ ձգում իմ անցած ճանապարհին, ինձ թվում է, թե ճակատագիրը խիստ բարեհաճ է գտնվել իմ նկատմամբ։ Քանզի հնարավորություն եմ ունեցել երկար տարիներ աշխատել մի կատարյալ կրթօջախում, որի սառը պատերի ներսում թևածում է սերը, ջերմությունը, հոգատարությունը և նվիրվածությունը։ Վկան լինելով Երևանի երաժշտամանկավարժական ուսումնարանի կեսդարյա պատմությանը, ինձ բախտ է վիճակվել աշխատել 4 տնօրենների ենթակայությամբ։ Եվ պետք է ասել, որ նրանցից յուրաքանչյուրը անմնացորդ նվիրյալ է եղել իր գործի։ Եվ պատահական չէ, որ այսօր քոլեջի տնօրեն Արմեն Հարությունյանի արհեստավարժ ղեկավարությամբ, որը ժառանգորդն է ու շարունակողը, հիմնադիր տնօրեն երջանկահիշատակ Մելանիա Չոլախյանի կառուցողական մարտավարության, մեր քոլեջը այսօր իր առաջնային դիրքում է հանրապետության արվեստի կրթօջախների շարքում։ Վերջում ուզում եմ իմ շնորհավորանքը և ողջույնի խոսքը հղել հաղթանակած մեր բոլոր ուսանողներին, ովքեր բարձր են պահել մեր կրթօջախի պատիվը ոչ միայն հանրապետության սահմաններում, այլև միջազգային ասպարեզներում, փառք ու պատիվ մեր քոլեջի։ Քոլեջն այսօր հիրավի ապրում է ստեղծագործական բուռն կյանքով։ Ուսումնական նոր ու համարձակ մտահղացումներով, կրթական նոր ձեռքբերումներով, որոնք ուղղված են քոլեջի այսօրվա տեսլականին, ապահովել ուսանողին լիարժեք մասնագիտական կրթությամբ, մասնակից դարձնել նրան արդի երաժշտակատարողական և մանկավարժական կյանքին, դառնալ հանրապետության երաժշտական և արվեստի բուհերը սնուցող միջին մասնագիտական առաջատար կրթօջախը։ Ուրեմն բարի երդ քեզ Երևանի Արնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական 50-ամյա քոլեջ։ Շնորհավոր Հոբելյանդ։